Ողջույն Վահան Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ եւ հավատարիմ համացանցի հետևորդներ, հեռուստադիտողներ։ Եվ ուղևորվում ենք Դավթաշեն վարչական շրջան։ Մեր տուն։ Ձեր տնից մի քիչ այնքան։ Լավ։ Եվ այսօր մեզ սպասում է Իմ ուսանողական տարիների բավականին մտերիմ մի մարդ, ով զբաղվում էր պարով, իսկ վերջին շրջանում հագուստի դիզայնով եւ մոդելավորմամբ։ Գերամ Շերոյան։ Ճիշտ այդպես։ Շերոյան Fashion-ի հիմնադիր։ Հիմնադիր, առանց համայի։ Առանց համայի։ Անհամահիմնադիր։ Միայնակ։ Գնանք բացահայտենք Գերամեն։ Գնանք հասկանանք ինչու նա էլ չի ապարում։ Նաեւ։ Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Ողջույն Գերամ։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակները։ Համեցեք, լավ եք արել։ Իրականում ինձ համար ամենադժվար պահը այն է, որ պետք է միասին խոսենք դուք հով, բայց եթե իհարկե կա ձեր համաձայնությունը, ես սիրով կանցնեմ դուի, որովհետեւ ամեն դեպքում մենք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում իրար հետ անցած բավականին երկար ճանապարհ ունենք, այնպես որ երևի թե ֆորմալ մասը անցնենք։ Չել սազում ես այտենց։ Շատ լավ է։ Դե, սկսենք ամենասկզբից։ Ես հիշում եմ, ինստիտուտի տարիներին դու զբաղվում էիր պարով, պարեր էիր բեմադրում, ներկայացումներ էիր նույնիսկ բեմադրում պարային ու մեկ էլ հանկարծ ինֆորմացիա։ Շերոյանը որոշել է զբաղվել հագուստի մոդելավորմամբ։ Ինչու։ Ինչու, որովհետև ես իմ տեսակով առհասարակ շատ շուտ կարողանում եմ բացահայտել ինչ որ մի մասնագիտության մեջ ամբողջ այդ տվյալ մասնագիտությունը ու ինձ համար դառնում է մի փոքր ավելի անհետաքրքիր, չնայած որ շատ երկար տարիներ եմ պարել ու պարը դա իմ ապրելամիջոցն էր, հետո թատրոնը, հետ բեմադրությունները եւ ավելի շատ որ ճիշտ ասեմ եւ անկեղծ շատ գումար չի աշխատում։ Բայց ինչու հենց հագուստի մոդելավորում, որովհետեւ իրար հետ բացարձակ կապ չունեցող մասնագիտությունները։ Ես մի քիչ կվիճեմ, որովհետև ես սա եմ միշտ մեկնաբանում, որ ինքը մի փոքր էլի ռեժիսորական բան ունի, մեջը դետալներ ունի, ստեղծել հագուստ, գույնի հետ աշխատել, հասկանալ, իմանալ գույնի համը, այսինքն իմ գործի մեջ կոստյում կարելուցել եմ բեմադրում, այսպես ասած, եւ պատմությունը մի թիթեռնիկի պատմություն, մի բաբաչկայի պատմությունից դարձա հագուստի մոդելավորող ու բնականաբար ամենաբարդ ոլորտ ընտրեցի տղամարդու կոստյումը, որ ամենաբարդն է իր տեխնոլոգիայով, կարի մեջ, այտենց սկսեցի խորանալ եւ դառնալ Շերոյան Fashion։ Ու ինչքան ժամանակ է որ արդեն գոյություն ունի Շերոյան Fashion-ը։ Արդեն 9 տարի է ինչ կա։ 9 տարի դավաճանել ես պարին եւ անցել ես հագուստներ։ Ես մեկ-մեկ պարում եմ տունը, այնտեղ էլ եմ պարում։ Տանը լավ էր պարում։ Ինչև է։ Խոսենք տնից։ Որքան ժամանակ է որ այստեղ ես ապրում, ինչ խնդիրներ առաջացան վերանորոգում կատարելու ընթացքում։ Արդեն 1 տարի է բնակվում եմ այս բնակարանում, բայց ինքը 2 տարի արդեն ինչ կա, մինչև ավարտել են կառուցողական աշխատանքները, իսկ վերանորոգման հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, որովհետև ինձ բախտ վիճակվեց գտնել շատ լավ ստաֆի, ով որ կարողացավ ինչ ուզում է արագի մեջ կազմակերպել, ու այդ ամբողջ ռեմոնտային ընթացքում ստեղ չեմ եղել Միացյալ Նահանգներում, ես տենց վիդեո քոլով էի իրանց հետ շփվում, հետո եկա տեսանակ ես գույնել լրիվ ուրիշ էր, կամերայով քան իրական դիզայնը այսինքն դու ես արել։
ամբողջտան հագուստի մոդելավորում դիզայն անողը կարող է զբաղվել Դե նաև ընկերներս էլ են եղել, ընկերներից խորհուրդն էլ ա եղել իրականում, նենց չի որ մենակ ես եմ արել, բայց ընկերներից խորհուրդն էլ ա եղել։ Պարզ է։ Լավ, անցնենք ավելի մարդկանց շատ հետաքրքրող թեմաներին։ Ում հետ ես ապրում, որտեղ ես ապրել մինչև այդ։ Ապրում եմ մենակ, արդեն 9 տարի է ինչ տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև ես 2015 թվականին, երբ որ բանակից զորացրվեցի, տեղափոխվեցի Մոսկվա ընտանիքիս մոտ եւ այնտեղ արդեն ապրում էի եւ դասավանդում էի, միևնույն ժամանակ աշխատում էի Մոսկվայի Գավիթ թատրոնում, հայկական եկեղեցուկից թատրոնում։ Մեր ողջույնները Գավիթում աշխատող մեր ընկերներին։ Այո, Համլետին։ Գալեչյան։ Այո։ Այդ տեղափոխվեցի Հայաստան արդեն 18 թվին ու մնացի ստեղ մենակ։ Այո, մենակ եմ ապրում։ Որտեղ են ծնողները, արմատներդ որտեղից են։ Արմատներս մամայիս կողմը Իջևանից է, պապայիս կողմը Խորվիրա Փոքրվետի նույն գյուղից։ Իսկ պապայիս ավելի արմատները Համշենահայեր են։ Իդեպ ազգանունը հենց այդտեղից է գալիս։ Այո, ազգանունը սնդեղից է գալի, պապիկիս հորը տենց Համշենա Արմենիան Հայաստանում իրենց շերոներ են ասել։ Ինչ է դա նշանակում։ Շերո նշանակում է առյուծներ։ Ահա, Կենթանիների ամենաուժեղ հասկացա։ Քո թիկունքում տեսնում եմ նկարներ ու միանգամից առաջին հարցը որ գալիս է, դու նարցիս ես, թե ոչ։ 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 Ոչ, ես գիտեի, որ այդ հարցը կտաս, բայց այս նկարները պատմություն ունեն։ Ես Դե, այս նկարների ռամկաները ընտրել էի, չգիտեմ, տեղյակ ես թե ոչ, 6-7 ամիս առաջ Փարիզում OMC մրցանակաբաշխությունն էլ չէ, ավելի շատ չեմպիոնատ էր, որտեղ ես ներկայանում էի իմ հեղինակային գործով եւ իմ մոդելը Աշոտ Ներգրիգորյան, ով ապրում է Փարիզում եւ Dolce Gabbana-ի մոդելներից է։ Շատ լավ հաջողություն ունեցա, շատ մեծ արձագանք տվեց, որովհետև մրցույթի հիմնական միտքն անում էր, թե ինչ նորամուծություն կտաս նորաձևությանը եւ ես որոշեցի կարել սմոքինգ տաքսիդո, բայց մի կողմ ուներ օձիկ, մյուս կողմը չուներ, ոնց որ կոստյումը կիսել է երկու մասի եւ ամենակարևորն դեղ դետալը ես Թիթեռնիկի փոխարեն կապել էի ժամացույց։ Այո, եւ այս մի կողմի վրա էլ ժամացույցի աքսեսուարներով հավաքել է գեղեցիկ որոշ, մի խոսքով, այդ նկարները ստեղ պետքա լիներ, հետո այն ընկերներն ասեցին, կարծում եմ շատ իզուր, քո նկարները թող լինի, այս նկարներն են այդպես պատահական, այդպես նահանգներում նկարված նկարները, ասես տեղադրված այդտեղ։ Շատ կոկիկ ու հավաքված է քո բնակարանը։ Դու հասցնում ես այդքան զբաղվածության մեջ հետևել նաև կենցաղային հարցերին, թե կան մարդիկ, ովքեր քեզ օգնում են։ Իդեպ ծաղիկներ, գեղեցիկ, շատ արևա ծաղիկներ։ Այնց ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես շատ հավաքված եմ եւ շատ եմ սիրում ակրություն եւ շատ պերֆեկցիոնիստ եմ, իսկ ծաղիկները դա կարելի ասել իմ թուլությունն է, որովհետեւ իմ տանը եւ իմ աշխատատեղում միշտ կան թարմ ծաղիկներ։ Այո, բույսեր եմ շատ սիրում, կանաչ։ Կանաչը սիրում ես ամեն դեպքում, իսկ երբ լինում ես արդեն ձեր հայրական տանը, հողային աշխատանքներ որոշակի իրականացնում ես թե ոչ։ Հողային աշխատանքներ շատ պտղատու ծառեր ունեմ այնտեղ, բայց տենց որ ասեմ անում եմ ոչ, հիմնականը բակի այդ գեղեցիկ յոլկաները, տուաները ջրել քիչ մաքրել անում եմ։ Մենք քեզ բարի մեջ որպես բեմադրիչ չնայած կարծում եմ ինչ որ տարիքում ես որպես պարող դժվար ուզենաս հանդես գալ, բայց որպես բեմադրիչ վստահաբար կլինի այդ ցանկությունը եւ դա տարիք չի ճանաչում։ Կտեսնենք ինչ որ ժամանակ անց թե վերջ։ Սուտ կխոսեմ, որ ցանկություն չկա, որովհետև դա ինձ համար ապրելակերպ ա եղել, ասեցի ու շատ ունեմ ներսում հավաքված իդեաներ, մտքեր, բայց որպես բեմադրող ռեժիսոր չեմ հանդես գա, բայց շուտով հանդես կգամ որպես դերասան պարող։ Իմ լավագույն ընկերներից եւ տաղանդավոր ընկերներից Աթենի Վարդանյան լավ կհիշես։ Շատ գեղեցիկ գործ մտածել անի եւ առաջարկել է, որ ես անպայման խաղամ, բարեմ։ Դե մերը գիտես ավելի շատ բարային պլաստիկա, մոդեռն պարավ ոչ նա։
Եվ հիմա այդպես պետք է արդեն փորձենք սկսել փորձերը։ Դուրս գանք պատշգամբ հասկանանք ինչ տեսարան է բացվում Okay, քեզ սիրով։ մոտ։ Խնդրում եմ ուղեկցիր մեզ։ Անեց։ Առավոտները սկսում ես այստեղ մեկ գավաթ սուրճով վայելում ես։ գավաթ շուրջ Ֆանտաստիկ տեսարան դեպի դիմացի նորակառույց շենքեր։ Այո, Արագածլա սարը։ Ահա։ Աղմուկ չկա, որը քեզ խանգարում է այս շինարարության ընթացքում։ Կա, Բայց ես որովհետև տանը չեմ լինում ու ինձ չի հետաքրքրում։ չէ, հետաքրքրում է, որովհետև իմ շենքում էլ կան, որը դեռ վերանորոգման աշխատանքներ են կայացնում, այդ դռելի ձայները լինում է, բայց օքեյ, մոտ անջատած այդ ձայները գլխից մեջ։ Այսինքն քեզ կատարյալ հանգստություն կարողանում ես ինքդ ապահովել, ոչ թե շրջապատը։ Այո, այո, ես ամեն ինչի մեջ կոմֆորտ եմ տեսնում։ Նորմալ է։ Կհիշես առաջին կոստյումը, որը որ դու մոդելավորեցիր եւ սկսեցիր դրա իրականացման աշխատանքները։ Թվում է կողքից ամեն բան հեշտ, հետո դու հաղորդման սկզբի հատվածում նշեցիր, որ դա ամենաբարդ գործն էր իրականում տղամարդկանց կոստյում կարելը։ Ինչպես եղավ դա։ Խնդրեմ դրա մասին պատմել։ Ասեմ, որ առաջինը կոստյում չի եղել, բաբաչկայից հետո, թիթեռնիկից հետո եղել է բաճկոնակն ու ինքը ժիլետը։ Եվ առաջի ժիլետը կարել եմ մեր հայկական շոու բիզնեսից, ասեմ ումը։ Ասեք։ Նարեկին Բավեյան։ Օ, ողջույն Բավեյան։ Այո, Նարեկին Բավեյան, շատ սիրուն ժիլետ էր, ուղղակի մի քիչ կարճ էր վրան։ Հետո ոնց արդարացրեցիր։ Բայց ոնց որ մինչև մեծ վերջես Նարեկի վրա տեսնում եմ, որ հագնում է, բայց ինքը շատ սիրուն էր, ես այդպես փետուրներ էի օգտագործել հետաքրքիր ու նույն դետալը դրել էի բաբաչկայի վրա, բայց շատ սիրուն էր, սիրուն ֆոտոշարք արեցինք ու տեղից սկսեց։ Բայց իրոք ոնց ես արդարացրել, որ դա պետք է կարճ լինի։ Ասացիր, դե հիմա սենց մոդա է, հա, բոլորը տենց են հագնում։ Չէ, դե ես ընդհանուր նեղվեցի, բայց ցույց չտվեցի։ Դե Նարեկն էլ երևի չուզեցավ ասի, որ կարճ է, բայց սիրել էր, ամենակարևորը դա էր։ Հասկացա։ Որտեղ ես կարում այդ հագուստները։ Որտեղ եմ կարում, ունեմ արտադրամասներ, երկու արտադրամաս ունեմ եւ ունեմ առանձին սրահ, որտեղ հաճախորդը մոտենում է, քննարկում ենք ինչ գույնի եւ ինչ ձևի կոստյում պետք է լինի, էսքիզավորում ենք, եթե հարկավոր է, ասենք, եթե տեսահոլովակի նկարահանում է կամ ինչ որ կարևոր առիթի համար որ պետք է սփեշալ բան լինի, այդ դեպքում մի քիչ ավելի մանր աշխատանքները լինում են։ Բայց որպես այդպեսին այնտեղ մոտենում են, վերցնում ենք չափսերը, ունենք կտորների պալիտրա, ընտրում ենք կտորների թե բրենդը, թե որակը, խտություն եւ այլն, ու երկու անգամ կանչում եմ պրեմիերկա կոչվածին ու հանձնում կոստյումը։ Լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել, ինչպես ասում են։ Մենք հնարավորություն կունենանք այսօր գտնվելու այդ արտադրամասում կամ սրահում, որտեղ ցուցադրված են պարտադիր պետք է գնանք, որտեղ իմ համար ամենահաճելի վայրն է։ Եվ կարող ենք նաև վերցնել իմ չափսերը եւ ունենալ Շերոյան բրենդի կոստյում։ Այո, դու այդքան հարուստ ես։ Ես գիտեմ, որ ես այդքան հարուստ եմ քեզնով, բայց դա չէ հարցը։ Ամեն բան պարզ է պատշգամբի հետ, խնդրում եմ ուղեկցիր, ուր ենք գնում։ Գնանք ննջասենյակ։ Դու գիտես քանի մետր քառակուսի է քո տունը, թե ոչ։ Հա, ոնց չգիտեմ, ես եմ գնել 54 քառակուսի։ Իհարկե պատշգամբը միասին։ Կարծեմ 4 կվադրատ պատշգամբն է։ Հասկացա, ուղեկցիր մեզ։ Կամ խոհանոցից կարանք սկսենք։ Խոհանոց։ Ստեղ իմ խոհանոցն է, որտեղ ես ինձ էլի շատ լավ եմ զգում ու շատ համով ու ամեն ինչ եմ պատրաստում, ինչ մտքովդ ասում եմ բառի ծուղի իմաստով, ես անպայման ձեզ հյուրընկալեմ։ Որպես քաղցած չէին սպասում։ Նաև ընկերներ, որպես ընկերներ, ինչի՞ չէ։ Շատ եմ սիրում իմ խոհանոցը ու խոհանոցում շատ եմ լինում։ Ինչն ես ամենահամեղը պատրաստում ըստ քեզ ըստ ընկերների։ Այդտենց բան չկա որ համեղ չլինի։ Ինչ ասում։ Ես որ բանակ եի գնում, իմ մամանց էս լաց էր լինում, ասեցի, բայց խես լացում, յանի ես գիտեմ որտեղ են ծառայելու, որտեղ սպայտանը պետքա ծառայեի, ապարում էի։ Մամաս ասեց, մեր նոր տարվա բլինչիկի լիստերով է սարքվելու, շատ աստրի։ Լուրջ եմ ասում, չէ՞ հիմա հիշում եք դա։ Ծառայությունը լավ անցավ։ Շատ, էլի կծառայեի։ Լուրջ։ Այո։ Այդ պայմաններում էլի կծառայեի։ Առաջին մարդը ով համաձայնի նորից գնալ բանակ դու ես անկեղծ ասած։ Խոհանոցում ենք գտնվում ու ուզում եմ մի փոքր ներքին խոհանոցին վերաբերող հարցերից զրուցենք, քանի որ ունես տուն, ունես աշխատանք, ամեն բան կա, նպաստավոր բոլոր պայմանները ստեղծված են։ Ուզում եմ հասկանալ, բա ուր է ապագա կինդ, հարսնացուտ ուր է, արդյոք կա, չկա։
Այստեղ մամայիս հետ խոսել ես դու ուրեմն։ Դեռ ոչ, բայց եթե կա կարիքը, խնդիր չկա, կարող ենք խոսել։ Ընտանիքի հետ կապված իմ պլանավորած ժամանակատվածը 2 տարի հետո, քանի որ պատրաստվում եմ համաշխարհային շուկա մտնել եւ ուզում աշխարհը իմանա Շերոյան բրենդի մասին։ Դա շատ լավ է, որ ուզում ես, բայց ինչ ես անում դրա համար։ Ինչ եմ անում, արդեն աշխատում եմ այդ ուղղությամբ, ամբողջ իմ քիմիան դեպի վերև դրա վրա է հիմնված եւ դրա վրա է աշխատում եւ ասեմ, որ նոյեմբերի 21-ին շատ գեղեցիկ պոդիում եմ ունենալու Ամերիկայի Նահանգներում, Միացյալ Նահանգներում, Ակվակալենտեում շատ գեղեցիկ 15 կոստյում եմ ներկայացնելու։ Այո, դա ոնց որ քայլ դեպի համաշխարհային շուկան է։ Իհարկե կգրավես համաշխարհային շուկան, ես վստահ եմ, իսկ ինչու եմ վստահ, որովհետև տեսա, որ շատ կարճ ժամանակահատվածում կարծում եմ կհամաձայնես 9 տարին, հաշվի առնելով, որ դու սկսել ես թիթեռնիկներից, բավականին քիչ ժամանակահատված է, որպեսզի շատ ազդեցիկ մարդիկ օգտվեն քո ծառայություններից, որովհետև գիտեմ, որ քաղաքական վերնախավից մինչև շոու բիզնեսի ներկայացուցիչ բոլորը օգտվում են քեզնից հիմնականում։ Ճիշտ եմ ասել ամեն բան։ Որն է ըստ քեզ հաջողության գրավականը, որովհետև միևնույնն է, այնպես չի, որ միայն դու ես շուկայում, ոլորտում կան շատ մարդիկ կամ մրցակցություն, բայց նախընտրում են հիմնականում քեզ մոտ գալ։ Ըստ քեզ որն է գրավականը։ Գրավականը ես միշտ ասում եմ, որ դա սերն է աշխատանքի հետ կապված, որովհետև շատ մեծ սեր, որ դնում ես դու ինչ-որ մի գործի մեջ, դա չի քննարկվում, որ ինքը հաջողության չի հասնելու եւ ազնվությունը քո գործի հետ կապված։ Շատ չգնալ գումարի հետևից, աշխատել շատ փողեր, հաճախորդի հետ ճիշտ դիալոգի մեջ մտնելը, ճիշտ խորհուրդներ տալը եւ բնականաբար դե որակը ինձ էլ բախտ է վիճակվել, իմ ստաֆը շատ լավն է, սիրուն պապիկներ են, այո, մոտ 50 տարուց ավել պատմություն ունեն, որ այդ բնակավարում են դերձակներս, դե որակը շատ կարեւոր է, որովհետև ասեմ գործիդ մեջ շատ կարևոր նյուանս է, երբ որ հաճախորդը գալիս է քեզ մոտ առաջին անգամ կոստյում է պատվիրում, դու կարում ես տալիս ես, հետո ինքը նորից գալիս է եւ հետո բերում է իր ընկերներին եւ քո մասին խոսում, դա շատ կարևոր բան է։ Իսկ շուկայում իրականում չգիտեմ մարդ ուրիշ դիզայներ, որ հենց տղամարդու կոստյումներով անմիջապես զբաղվում, գոլեգաներ ունեմ շատ լավ, որոնք ավելի շատ կանացի հագուստներ են մոդելավորում, որպես այդպեսին բաներ չունեն կոնկուրենտ կամ ինչ-որ մրցակցություն։ Միակն ես։ Ես գլոբալ առումով փաստորեն իմ ինֆորմացիան էր սխալ ընդհանրապես։ Կհիշես շոու բիզնեսի առաջին ազդեցիկ դեմքը ով էր, որ որոշեց դիմել քեզ։ Ազդեցիկ դեմքը դա Սոնա Շագելյան երգչուհի։ Տղամարդու կոստյում ուզեց քեզնից։ Տղամարդու կոստյում չուզեց, բայց առաջարկեց Սոնան Շագելյան, փորձեցի իր հետ աշխատել գրեթե 4 տարի եւ ավելին, եւ ես էլ ցանկություն ունեի կանացի հագուստի մեջ խորանալ, չգիտեմ ինչ չափով ստացվեց, ինչ չափով ոչ, բայց ոնց հասկացա, որ երբ որ աղջիկ հաճախորդ եմ ունենում, անընդհատ միայն կոստյում եմ մտածողությունս այդպես, որպես այդպեսին, ինչ որ կոստյումի դետալներ եմ անդադեկուզ այդ երեկոյան զգետ համար, ասում ախպեր ջան ավելի լավ է ես ջանը, որտեղ ոնց անում, ասում այլ կոստյում հագի։ Ամենավառ աշխուժ կերպարը դա Սոնա Շագելյանն է, իդեպ ինքը բավականին ինձ հաջողություններ տվել է իմ գործում եւ իմ հայտնիության մեջ։ Կասես համաշխարհային բրենդներ, որոնք քեզ համար հանդիսանում են ոգեշնչման աղբյուր կամ նորաձևության տներ։ Որպես այդպեսին, նայեք, դե հիմնական բրենդները
բոլորը գիտեն Dolce Gabbana, Louis Vuitton, Hermes, չէ, բայց որ ասեմ, որպես այդպեսին չեմ հետևում գործնեությանը սուտ կլինի, որտեղ նորաձևության շաբաթներ են լինում աշխարհում, բնականաբար որպես մասնակից հետևեմ, որպես տեղեկացված լինեմ, որտեղ իրանցից կարող է ինչ-որ գույն վերցնես եւ այլն, բայց հիմնական աշխատում եմ ես իմ մտքերը, ես իմ իդեաները, ես ինքս անեմ։ Լավ, ինչ է այս դռնից այն կողմ, Այստեղ որտեղ ես քնում եմ, հանգրվանում եմ, ահա, համեցեք։ այստեղ են ծնվում լավագույն մտքերը, նոր մոդելները։ Գիտես, լավագույն մտքերը կարա ծնվի թեկուզ մեքենայի ղեկին։ Դա չի հարցը, այս ննջասենյակը, այստեղ շատ բաներ չեմ արել, փորձել եմ ավելի մինիմալ գույնի մեջ, չնայած որ մտածում եմ մի քանի նկարներ կարելի է ունենալ։ Ահա։ Նո, ես ինձ չի պատկերացնում իմ ննջասենյակը, ես ավելի տենց մի քիչ գունեղ էի պատկերացնում, բայց չգիտեմ ինչի համար, եւ հերավար ռեմոնտ անել է դա։ Սա է ինձ տպավորում շատ տաքացուցիչի մասին է խոսքը։ Այո։ Սա առաջարկեցին քեզ, թե դու ուղղակի հետևեցիր նորաձևության տենդենսներին վերանորոգման։ Չեմ նայել նորաձևության տենդենսները, պարզապես խանութում տեսա եւ աչքս վրաս գրավեց, ուզեցա որ ստանդարտ չլինի։ Վերջին շրջանում Աբոն հայտնվեց մեր կյանքում, գիտես չէ՞ դու Աբոյին անձամբ։ Արհեստական բանականության մասին է խոսքս, դեպի արտահայտությունը շատ լավն էր։ Ըստ Աբո ես ուզում ասես, բայց ասիր Աբոն։ Ոչ։ Աբոն հայտնվեց բոլորիս կյանքում եւ հեշտացրեց շատ ու շատ գործեր։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ որպես հագուստի մոդելավորող դու կարող ես ունենաս մի քանի գաղափար եւ չպատկերացնես, թե ի վերջո վերջնական արդյունքում որն է ամենալավը ստացվելու։ Դիմում ես արդյոք Աբոյի օգնությանը, թե ապավինում ես ինքդ քեզ։ Որ ասեմ չէ, կարողա չհավատան, բայց իրականում չեմ օգտագործում։ Մաքսիմում արհեստական բանականությունը կարող է օգտագործեմ հայատար տեքստերի համար։ Ինչու՞ դու հայերենի հետ կապված։ Հայերենի հետ խնդիր չունեմ, բայց դու էլ գիտես, որ բոլորս անգլերեն տառերով ենք շատ գրում, հեռախոսն է դա վատ բան է։ Դրա համար մտածում կողա կետադրական կամ տառասխալ անեմ, որպեսզի տենց ամեն ինչ էսթետիկ լինի, մեկ-մեկ փորձում եմ օգտվել։ Շերոյան, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող ես հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին, շատ փոխադարձ Վահան։ Instagram-ում շատ հետևորդներ ունի քո official edge, ինչպես նշված է օրինակ, Sheroan Fashion official։ Լծրած են արդյոք այդ հետևորդները, թե ոչ։ Լծրած է, բայց այդքան շատ լծրած չի, որ դա լծրած է գրեթե մի 5 տարի առաջ, բայց մի 10,000 հետևորդ է լծրած եղել, կսատ եմ ասեմ չէ, որովհետև բոլորն էլ դա անում են, դա նորմալ է։ Սոցիալական կայքերում, այո, բայց հիմնականը առողջ մարդիկ են ու լավ մարդիկ են իմ հետևորդները ու շատ ակտիվ ասեմ, հիմա էլ ավելի ակտիվ։ Դրսի հետ աշխատում ես, այսինքն այստեղ պատվերանել եւ դուրս ուղարկել, ենթադրենք քեզ հետևում են Գերմանիայից եւ կոստյում ուղարկես Գերմանիա։ Իհարկե լինում է, մի քիչ բարդ է լինում ինձ համար, որովհետեւ տեսազանգով եմ հաճախորդի հետ շփվում, ցույց տալի թե ոնց պետքա չափսը վերցնի կինը կամ քույրը կամ եղբայրը, բայց ունենում եմ, իհարկե ունենում եմ, Մոսկվայից էլ ունեմ, Ամերիկայի Նահանգներից էլ ունեմ, Եվրոպայից էլ ունեմ, իհարկե ունեմ, ասեմ ավելին, Մոսկվայում Չումավկովի համար եմ շոր կարել, Մալախովի համար եմ կոստյում կարել։ Լավ, նշում ես ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներին, բայց չես նշում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին, որովհետև ես գոնե 5 անուն կկարողանամ տալ, ում համար դու կարել ես կոստյում։ Նշելու ես, թե դա կոմերցիոն գաղտնիք է, միգուցե պետք է նրանց համաձայնությունը ունենալ նոր նշել։ Թող իմանան մարդիկ ում համար ես դու։ Նայ, բոլորը գիտեն, Վահան, դրա մարդկանց անունները, այդ երգիչների, կարծեմ պետք չի անուններ տալ, որովհետև գրեթե տենց այսօր փոփ կարկառուն երգիչներ ում ունեն, գրեթե բոլորի հետ աշխատել եմ, աշխատում եմ ու շատ սիրով։ Հասկացա։ Դե խոստացել ես, որ կարող ենք լինել նաև քո
արտադրամասում, թե Սրահում։ Ուրեմն մենք հանձնենք մեր գործընկերների նվերները քեզ ու գնանք արդեն սրա հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ, այսինքն գովազդ մեր եթերում։ Շերոյան, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակետարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում ես Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ապրես գեղամ։ Շատ ճիշտ է ամեն բան, սիրով նվիրում ենք։ Մանկության ռեկլամա դա եղել։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Շերոյան գտնվում ենք Հանրապետության 85A հասցեում, որտեղ գտնվում է Շերոյան Fashion-ը։ Այո։ Որքան ժամանակ է, որ այս Fashion ստուդիան գոյություն ունի։ Այս տարածքը արդեն 2 ամիս է ինչ աշխատում եմ այստեղ։ Դեռ կիսատ է, ճիշտը որ ասեմ, բայց 2 ամիս է ինչ աշխատում այստեղ։ Ինչն է կիսատ, ներսում կան աշխատանքներ իրականացնելու, թե դրսում բարեկարգման։ Դրսում բարեկարգման աշխատանքները կան եւ ներսում մի փոքր ավելի շատ պետք է համարվի տեսականին։ Դե գնանք տեսնենք ինչ կա ներսում։ Խնդրեմ համեցեք սիրով։ Աշխատում է այսօր այս Այսօր ձեր համար ես չեմ աշխատում։ Օ, շնորհակալություն Շերոյան։ Շատ գեղեցիկ է անկեղծ ասած ամեն բան եւ ճաշակով դու ճաշակի խնդիր չունես եւ երբևէ չես էլ ունեցել։ Խոսենք այս ամենի մասին, թե սա նոր ինչ-որ աշխատանք է, որը չի կարելի լուսաբանել։ Դա նոր չի, դա հատուկ է Նազիկի Ավդալյան համար, որ կարել է մեդալի հակառակ կողմը ֆիլմի պրեմիերային։ Ահա։ Ուղղակի սենց մնացել է Մոլբերտի վրա։ Սա դե Փարիզի աշխատանքն է, որ կարել էի եւ հետեւում սենց ուղղակի մի քիչ ազատ ժամանակ սիրում նկարել։ Ճիշտ է, ես նկարել չգիտեմ, բայց փորձում եմ, ես եմ հասկանում մենակ։ Այսինքն մոդելավորումը նույնպես դու ես անում։ Այո, իհարկե։ Շատ հետաքրքիր է, չունենալով նկարչական տաղանդ, բայց իրականացնում ես մոդելավորում։ Իմիջայլոց ասեմ, աբստրակտ նկարների մեջ էլ ավելի շատ լավ եմ փայլում, այդ կնիքը խփեց Լիդան Գևորգյան նկարչուհի, իմ ընկերոջ Լուսինե Մարտիրոսյանի մայրը, երբ որ Ամերիկայում էի, փորձեցի նկարեմ աբստրակտ ու տենց անդադենց նկարում էի, ուղարկում էի Լիդային, ասում էի Լիդա մի հատ գնահատի, ասում եմ մալադեց։ Կան քո աշխատանքներից աբստրակտ որևէ տեղ այս հատվածում չէ, չկա ու ցավոք ամբողջ ընդեղ է։ Հասկացա։ Բավականին մեծ կտավների վրա է աշխատում։ Կտորներ, կոշիկներ, այդ ամենը պատկանում են Շերոյան բրենդին, թե այլ։ Կոշիկները բնականաբար պատկանում են ինձ, արդեն կես տարի է ինչ կոշիկները արտադրվում է իմ կողմից։ Կտորները բնականաբար չէ, կտորները պատվիրում եմ Իտալիայից եւ Դուբայից, բայց հիմնականում Իտալիայից, որովհետեւ հավանում եմ, ճիշտ է, մի փոքր թանկ է, բայց ավելի որակյալ է։ Որակյալ եւ հաճույք եմ ստանում իմ արած աշխատանքից։ Դու նշեցիր, որ կարելի ասել ոլորտում եզակիներից ես, բայց բնականաբար դա իր հետ բերում է մի շարք խնդիրներ, որովհետև եթե կան մարդիկ, ովքեր ունեն փորձ եւ կարելի է նրանց հետ խոսել, շփվել, հասկանալ, որոնք են բարդությունները, դու ինքդ ես այդ ճանապարհը հարթում քեզ համար։ Որոշեցիր սկսել այս ամենով զբաղվել։ Բնականաբար պատկերացումներ ունես, բայց միշտ չէ որ պատկերացումները համապատասխանում են իրականությանը։ Կնշես որոնք էին առաջին անհամապատասխանությունները, որոնք քո պատկերացրածի հետ չհամընկան։
Թե չի եղել այդպեսի դեպք դու բացառիկ երջանիկ ես։ Երևի չի եղել, ավելի շատ կոստյումի ստեղծելու բարդությունը չեմ պատկերացրել, որ ինքը այդքան բարդ է, որովհետև տղամարդու կոստյումը կանացի կոստյումից տարբերվում է իր ներքին աշխատանքների շատ լինելը, բազմազանությամբ, այո, որովհետև մենք դեռ ունենք խոլստ եւ իմիջիայլոց ասեմ, ես ամբողջ վարատիկների մեջ ձիու պոչի մազեր եմ օգտագործում, ինչ նպատակով դա ինչ է տալիս։ Որ սենց հանես ու թողես ինքը դառնա, սենց ու հնում այդպես էլ եղել է։ Դա բեղել եմ Թիֆլիսից, եւ այնտեղից են բերում հատուկ ինձ համար։ Այստեղ Հայաստանում, Երևանում վաճառում են, բայց բնական մազեր չեն, այնտեղից են բերում Հայաստան։ Այդ երևի բարդությունը, այո։ Այս կողմում կան արդեն թիթեռնիկներ։ Այստեղ այո, այս ամենը թիթեռնիկներն են, որ սկիզբներ քո աշխատանքի։ Այո, որից սկիզբներ իմ աշխատանքի։ Կրկին քո ձեռքի աշխատանքներն են սրանք, թե կան մարդիկ, ովքեր իրենք են զբաղվում քո նախագծերով։ Չէ, թիթեռնիկին կատեգորիկ ոչ մեկ չի կպնում։ Փողկապներին նույնպես։ Փողկապներին մի քիչ կպնում են։ Կպնում են։ Բայց թիթեռնիկներին կատեգորիկ չեն կպնում ոչ մեկ։ Ահա։ Այո, սա իմ տատիկի ժառանգությունն է ինձ, իմ հորական տատիկիս, ինքը մոտարպես մի 100+ տարեկան է։ Հին արդուկ, հին արդուկ, որը ածուխով էր աշխատում։ Սա, այո, դնում ես տաքանումը եւ դենց sense որպես էսի աքսեսուար եմ օգտագործում եւ այնտեղ եթե նկատեցիր, էլի ունեմ հարթուկներ, սա էլեկտրական է եղել, հոսանքով նա մեջ հենց անմիջապես ածուխն է լուծել, նա մյուսի նման եմ։ Շերոյան տարածքը քեզ է պատկանում, թե վարձակալությամբ է։ Վարձակալությամբ։ Չունես ցանկություն տարածք ունենալու, սեփական, որպեսզի ընդլայնվեց, ցանկանաս ինչ ուզում ես փոփոխություն անել։ Աստծուց առաջ չընկնենք, ամեն ինչ կլինի, որովհետև վստահ եմ, որ լինելու է։ Ժամացույց ունես, որը ծառայում է որպես սեղան։ Այո։ Որտեղից ես ձեռք բերել, արդյոք նվիրել են քեզ։ Ժամացույցը իմիջիայլոց ասեմ, քանի որ ես Փարիզում իմ մոդելին Աշոտին բաբեջկայի փոխարեն ժամացույց օգտագործեցի որպես աքսեսուար, այստեղ որ ունեմ այս հատվածը։ Այո։ Այդ օրվանից, երբ որ իդեան եղել է, այդ օրվանից այս ժամացույցի հետ կապված անընդհատ զուգադիպություններ ա լինում ու այս ջահերը որ առնում էի, գնում էի ներողություն, գնում էի այդ խանութի աշխատողները ինձ նվիրեցին այս սեղանը, իհարկե աչքս տեսա վրազ ու նվիրեցին ինձ ու տենց էլի ոնց որ թեմատիկ լիներ ժամի հետ կապված։ Հասկացա, սիրում ես ժամացույցներ, բայց չես կրում ժամացույց։ Ժամացույց չեմ սիրում, առաջ շատ էի աքսեսուարներ օգտագործում, թե մատաններ, թե թևնոցներ, ժամացույց։ Ես դա լավ հիշում եմ, մոտավորապես մինչև արմունկ։ Այո, կարա 4-5 հատ մատանի ունենա իմ ձեռքի վրա, բայց հիմա կատեգորիկ չեմ օգտագործում, վրաս ազդում է։ Եվ տարիքից է։ Դու մեծ չես, խնդրում եմ Շերոն։ Դե արդեն։ Հիմա մի փորձիր մեզ համոզել, որ դու արդեն 85-նանց տղամարդ ես։ Բայց մեկ էլ ասեմ, որ այս սրահի ամբողջ դիզայնը ես երևի ոչինչ չեմ կպել, ամբողջը Լուսինե Մարտիրոսյանն արել։ Ռեժիսոր։ Այո, ես ուզում էի, որ ինքը ավելի բաց գույների մեջ լիներ, բայց Լուսինեն ասեց, խնդրում եմ լռի ու ոչինչ, դու մենակ փողերը տուր։ Եվ ասենց ստեղծեց այս փարիզյան լուվրյան մոտիվներով սրահը։ Ես այնտեղ տեսնում եմ տարատեսակ ինչ-որ դիպլոմներ կամ հավաստագրեր։ Տարատեսակ չեն, ես շատ դիպլոմներ ունեմ, բայց իրականում չեմ սիրում այդ ամեն ինչը ցուցադրել։ Սա որ մյուս տարածքից տեղափոխվեցի ստեղ, բերել եմ ու ինքը տեղ չի մնալու շատ, ես իրան հանելու եմ, որտեվ չեմ սիրում։ Սա ինչի վկայումն է։ Սա դիպլոմները։ Այո։ Դա Փարիզի իմ աշխատանքներն են, որակավորումները, եւ սա տարվա լավագույն դիզայներ անցած տարի եմ ստացել տարվա լավագույն դիզայներ։ Այս մասում կարծես թե ամեն բան պարզ է։ Իջնենք ներքև հասկանանք այն հատվածում ինչ կա։ Արտադրամասը այստեղ է թե այլ տեղ։ Արտադրամասը ստեղ չի, ստեղ ամբողջությամբ կատարվում է առաջի քայլերը եւ պրեմիերկաները։ Մինչև իջնելը, այստեղ նույնպես տեսա կոշիկներ, էլի կարի մեքենա, սա բնականաբար որպես աքսեսուար է ծառայում եւ կոշիկները ասացիր հենց քո արտադրանքն են։ Կոշիկները իմ արտադրանքն են, կոշիկները բացառապես հորթի կաշվից են արտադրվում եւ նաեւ ընդունվում են պատվերներ մեր հաճախորդների համար, դե տարբեր սայզերի
իմ հաճախորդները պատվիրում են նաև կոշիկները, մի խոսքով full complete ստեղից գնում են։ Հասկացա։ Դե, խնդրեմ, Հեշտ ու արագ։ անցնենք առաջ, մեզ ուղեկցիր։ Համեցեք, ստեղ շատ բան չկա։ Վտանգավոր չէ այս հատվածը արդյոք։ Վտանգավոր է, ու իմիջիայլոց արդեն իմ հաճախորդից ներից մեկը Տուժողներ եղել են արդեն։ Հա, անկավ։ Այս հատվածում իրականում ասեմ, որ այս հատվածը նաև նախատեսված է կարի մեքենա եւ հարթուկ տեղադրելու համար, որովհետեւ այստեղ ոչ միայն կոստյումները եւ նաև ուզում եմ անցորդները, հարակիչ բնակիչները մոտենան տաբատ կարճացնելու, նեղացնելու մի խոսքով նման աշխատանքներ նաև կատարենք, որտեղ ափսոս է տարածքը։ Հայերեն ասած արտել լինի։ Արտել լինի, հա, դե գրել էի բուտիկ ատելյե այդտեղ դրսում։ Այստեղ դե հանդերձան եք ստացել, այստեղ սանհանգույց է, այստեղ այդ հայլինա, որտեղ հագնվում են, գալիս են։ Շերոյան, ես նկատեցի, որ որևէ պատրաստի արտադրանք չկար եւ այստեղ էլ շատ քիչ քանակ է։ Հիմա ես ենթադրենք անցորդ եմ եւ այստեղով անցնում եմ, տեսնում Շերոյան Fashion Boutique որոշում եմ մտնել։ Մտնում եմ, հետո ինչ է կատարվում այստեղ, որտեղ է տեսականին ներկայացված, թե արդյոք պետք է ուղակի գալ, որպեսզի չափսերը վերցնեն, հետո դա գնա արտադրամաս, արտադրվի, հետ վերադառնա գալ այստեղ փորձել։ Դրա համար սկզբից ասացի, որ դեռ կիսատ է, բայց այդպես որպես այդպեսին չեմ էլ ուզում շատ տեսական այստեղ լինի, որովհետեւ իմ գործնեության ֆիշկաներից մեկը դա Քո բարերով ասա մի լարվի։ Չէ, չեմ լարվում է, անհատական մոտեցումն է, special order-ը, հասկացա, դրա համար է ինքը այդպես, ստեղ ինչ ունեմ, ստեղ ունեմ տաբատ, կարած, էլի երկիչներից մեկի համար է, այո, իմիջիայլոց տաբատների ես գրպաների ձևը նոր մշակում է, ճիշտ է մի քիչ ոստիկանների տաբատի գրպաների նման, բայց ինքը բավականին ճիշտ է ու սենց տգեղ չի կանգնում հագնելուց, ինչքան էլ գերափոր ունի եւ այլն եւ այլն։ Դու որպես հագուստի մոդելավորող, որպես դիզայներ կրթություն ստացար, թե ամեն բան եղավ ինքնուս եւ քո աշխատասիրության արդյունքում։ Ինքնուս կրթությունս չկա, բայց շատ եմ իմ վրա աշխատում։ Շատ եմ աշխատում 24/7։ Ես շատ քիչ եմ քնում, շատ եմ աշխատում եւ չեմ զլանում աշխատանքից։ Եվ չունեմ հաճախորդների խնդիր եւ պահանջ, փառք Աստծո։ Լավ, ամեն դեպքում թանկ հաճույք է օգտվել Շերոյան բրենդից, թե ոչ։ Դե նայածում համար, ասեմ ինչքան։ Ինձ համար, հա, այ դա ամենահաճելի։ Քեզ համար նվեր, հա, ես այտենց մարդ չեմ էլի։ Լավ։ Իմիջիայլոց ես շատ այդ դրա մասին շատերը գիտեն մեր սպորտսմենները հիմնականում շատ մարդիկներ ովքեր աշխարհի չեմպիոն են լինում, ես իրենց նվիրում եմ կոստյումի, դա իմ կողմից, քանի որ իմ հայրս եղել է ըմբիշ եւ մարզիչ, ցավոք հայրս հիմա չկա, եւ մեծ լումա ունի իմ բշամարտ Տոմ Հայաստանում ոնց որ sense մի քիչ պարքի զգացողություն է մոտս առաջանում, դրա համար այդ բանը մշակել եմ ձևաչափ է անկեղծ ասած։ Լավ, շատ շնորհակալ եմ նվերի համար, պատրաստակամության համար, բայց ամեն դեպքում մեկ կոստյումը միջին վիճակագրական որքան արժե։ Միջին չի, կոնկրետ է 500,000-ից մինչև 1,500,000 դրամ։ Ինչով է պայմանավորված։ Կախված կտոր, դիզայն, դե աշխատանքը վրայի, բաճկոնակ կա թե չկա, երկու մասից է բաղկացած 3 կամ առանձին պիջակ է, թե առանձին տաբատ է, մի խոսքով սենց։ Եվ կտորները հիմնական, դե իտալական կտոր ավելի թանկ է, Դուբայի մի փոքր ավելի մատչելի է, բայց հիմնական հաճախորդները իմանալով որ իտալական կտոր ավելի լավն է, իտալական կտորով եմ աշխատում հիմնականում։ Գնում ես այդ երկրներ, որտեղից որ պետք է ներմուծում անել, ինքդ ընտրում ես կտորները, շոշափում ես, որն է ավելի լավը, թե կան մասնագետներ, ովքեր քեզ օգնում են այդ հարցում, իրենք են զբաղվում։ Ոչ, ցավոք չէ, բարեբախտաբար մենք լավ տարաշրջանում ենք ապրում, համացանցի շնորհիվ կապ ես հաստատում ֆիրմաների հետ եւ իրենց հետ պատվերներ ես անում։ Հասկանալի է։ Այս հատվածում ամեն բան պարզ է, բացրանանք վերև, շարունակենք այնտեղ մեր զրույցը։
Եվ որքան է տեղում մեկ կոստյումի սկզբից մինչև վերջ աշխատանքի ընթացքը։ Առաջի գործողությունը ամենաբարդն է, մոտավորապես 48 ժամ տևում է process-ը, բայց իմ աշխատանքային այս տարիների ընթացքում նաև եղել է, որ մեկ գիշերվա մեջ կոստյումը հասցրել ենք, օրինակ Մարխասին Ամոյան, պետքա մեր ըմբշամարտի չեմպիոններից, հարկավոր էր, որտեղ պետք է ստանար տարվա լավագույն մարզիկ, այնց մի գիշերվա մեջ, այնց գիշերցերեկ անելով պատրաստել եմ, բայց առհասարակ աշխատում եմ մոտավորապես 7-ից 10 օր ինտերվալներ ունենամ։ Լավ, դա նույնպես պարզեցինք։ Հիմա ուզում եմ խոսենք մի փոքր քո մյուս գործունեության մասին, որը կարծես թե կիսատ մնաց։ Ասացիր, որ սպասվում է նոր ներկայացում, պարային պլաստիկ, բայց ամեն դեպքում դու ունեիր լավ կրթություն եւ ունես լավ կրթություն, դա փոխանցել սերունդներին կամ եթե ոչ այդ ոլորտում, այսինքն ոչ թե պարը, այլ այն ինչով որ դու հիմա զբաղվում ես, ցանկություն ունես ունենալու ուսումնական կենտրոն կամ որպես դիզայներ կամ որպես պարուսույց։ Պարուսույց կարծում եմ, որ չեմ կարողանա, որովհետև ես իմ ուսանողական տարիներին եւ նաեւ որ երկիպարի անսամբլում Թաթուլ Ալթունյանի պարում էի, այդ ընթացքում ես նաեւ դասավանդել եմ իհարկե մեր գյուղի երաժշտական դպրոցում, պարեի դասավանդում շաբաթական 2 օր, բայց ինձ թվում է համ ներվերս հերիքում է երեխաների հետ, համ չէ, բայց հիմա պարի հետ կապված չէ։ Իսկ այս նոր մասնագիտության հետ լինում է նաեւ, որ ես հիմա օրինակ Շարմազնավուրի պետական կոլեջում, Մաշտոցի համալսարանում մոդելավորման բաժնում 4-րդ կուրսի հիմնական ուսանողների հետ բաներ ունենում կոնֆերանսներ, մայստեր կլասներ, դասախոսություն եւ այլն, այս տարի ասեմ, որ մոտավորապես 40 հոգի ուսանող բավականին լավ ավարտեցին, բոլոր ավարտական քննությունը ես եմ ընդունել, վերջի ստորագրությունը իմն է եղել, այսպես ասած, դիպլոմների։ Այդպես։ Մեր հայերիս ճաշակի մասին ինչ կասես, ինչ ենք նախընտրում հագնել, ինչ են նախընտրում հագնել հանրային դեմքերը, քաղաքական գործիչները, հիմնականում ընտրում են գույներ, թե սիրում են ոչ այդքան շատ գունավոր։ Երիտասարդության համար շատ ուրախ եմ, որտեղ բավականին տարին տարվա վրա ավելի լավ է եւ ավելի ուշադիր են լինում տղաները իրանց հագուստների հետ կապված։ Քաղաքական գործիչները հիմնականում ավելի մուգ գույների մեջ են նախընտրում, որտեղ իրենց պաշտոնական հանդիպումները եւ ժողովները ոնց որ ավելի պարտադրում են։ Իրանց կոստյումների մեջ կստացի բաներ ունենք, դետալներ կա, որոնք պետքա պաշտպանվի։ Շալվարի մեջի գրպանացուից սկսած եւ այլն, նուանսներ կան, որոնք պետքա լինեն, իսկ արտիստները դե արդեն կախված համեր կա, տեսահոլովակ կա, բնականաբար տեսահոլովակա ռեժիսորի հետ հանդիպում եմ, լոկացիաները հասկանում որտեղ են նկարում, ինչ երգն եմ վերցնում, լսում եւ մտածում քանի լուք է հարկավոր, հիմնականում ռեժիսորի հետ քննարկում, բայց իտոգը իմն է։ Տարվա տենդենսների մասին կպատմես, որ գույներն են ավելի շատ ակտուալ այս տարի կամ որոնք են արդեն մղվել երկրորդ պլան։ Նայեք, տարվա գույները COVID-ից հետո հիմնականում մնացին ավելի այդպես ծովային գույները եւ ծովի եւ օվկիանոսի տակի երևող գույները ավելի շատ ու մինչեւ հիմա այդպես մնաց։ Տեսևը որպես այդպեսին ինքը միշտ արդիական է, կա, բայց հիմնական գույները կանաչ, բարդովի, կապույտ երանգները։ Հայերին կարելի է համարել ճաշակով ազգ։ Հա, մենք ամենալավն ենք ու ամենասիրունը։ Լուրջ եմ ասում։ Կարճ, կոնկրետ, լակոնիկ։ Նոր համագործակցություններ կամ եթե կային այդպիսիք, ապա նոր, եթե չկային, ապա համագործակցություններ հայ դիզայներների հետ, միգուցե արտասահմանյան դիզայներների հետ շատ տարածվեց, չէ՞, վերջերս շատ մեծ կազմակերպություններ իրար հետ ինչ որ collaboration են անում։ Որպես այդպիսին հայ դիզայներների հետ համագործակցություն չունեմ, չի էլ եղել, չեմ ասի չեմ պատրաստվում, որովհետև գոռոզություն կլինի, եթե առաջարկեն ինչ-որ մի իդեա մեծ սիրով։ Բայց Վահան, խնդիրը իմ ժամանակն է, ես ժամանակը շատ քիչ է, որովհետև անդադ պատվերներ ա լինում ու չի լինում, որ գոնե ես 2 ամիս հանգիստ լինեմ, մտածեմ ինչ-որ պրոյեկտների համար եւ այլն, բայց TV-ներից ունենում եմ առաջարկներ, հիմնականը մերժում եմ, որովհետև այդ գովազդային բաները չեմ ուզում լինի արդեն, բայց որպես այդպեսին չեմ համագործակցում։
Արևածաղիկ ինչպես հասկացա շատ է սիրում։ Ես ծաղիկներ եմ շատ սիրում։ Ուղղակի հիմա այս գույների մեջ արևածաղիկը սիրուն է ու համել ինքը երկար ապրում։ Շերոյան, հասկացա, կա ինչ-որ սրահ, որտեղ գալիս են մարդիկ, կա նաև արտադրամաս։ Այս դեպքում հարց է առաջանում, քո գործունեությունը այս պահին որն է, որովհետև եթե կան մարդիկ, ովքեր վերցնում են չափերը, եթե կան մարդիկ չկան, ես եմ վերցնում։ Ամբողջը ես եմ։ Հաճախորդը ինձանից հետո մեկ էլ կարող մի անգամ տեսնի իմ վարպետին, ով կարում է։ Բայց ամբողջ սկզբի աշխատանքները հաճախորդին դիմավորել, վերցնել ռազմերը, կտորների հետ ծանոթացնել, մոդելավորել իր հագուստը, եթե հարկավոր է, կոստյումը եւ դե արդեն ձևելուց հետո արդեն աշխատում է դերձակը։ Այսինքն, եթե շատ կոպիտ փորձենք ձևակերպել, դու այստեղ լինում ես բավականին հաճախ, որպեսզի դիմավորես քո հաճախորդներին, ոչ թե կան աշխատողներ։ Հիմնական գրանցվում են այս իմ մոտստեղ մոտենալուց, որովհետև հաճախորդները կարող են ինչ-որ ժամանակի խնդիր ունենան ուշանալ, խցանումներ եւ այլն։ Դա համար ինտերվալներով օրվա կտրվածքով արդեն պրեմիերկաներ ըստ արդեն գրանցված 2 ամիս շուտ ինձ մոտ գրանցվում են։ Այդ իսկ պատճառով ըստ հերթականության գալիս ենք։ Դու որպես ղեկավար, ըստ քեզ, խիստ ղեկավար ես։ Չէ, ես շատ լավ դաստիարակություն ունեմ, ինձ համար գործընկերություն չի եղել այդպես կոնֆլիկտների իմ աշխատողների հետ իրականում, որտեղ այնց լուրջ եմ ասում, ընտանեկան վիճակը շատ ընտանեկան է։ Ջան ասում, ջան լսում ենք մեր համար մեր գլուխը կախ, մեր աշխատանքն են կատարում։ Պահանջկոտ չես, այսինքն կարելի է այդպես ասել։ Պահանջկոտ եմ, որովհետև ես Նակով ձևա եմ ու շատ պերֆեկտ, այո, նույն ինքը կույս, արդեն 35 տարի եմ։ Հետո Բայց պահանջկոտ եմ գործի մեջ, որովհետև իմ համար շատ կարևոր է որակը եւ հաճախորդը գոհացած տեղից գնա։ Բայց այտենց կոնֆլիկտներ չեն լինում մեր մոտ։ Իմ դերձակներն էլ ասեմ քեզ, որ բավականին զլացող չեն, եթե իրանք էլ հասկանում են, որ մի բան ինչ-որ թեքա կամ ինչ-որ մի բան այնչի, իրանք չեն զլանա, որովհետև ասենք թեփ տեղադրել ամենաբարդ գործողությունն է կոստյումի մեջ, մի թևը կարա շուտ ընկնի, մեկը չէ, մի խոսքով դա մի քիչ այտենց բախտի բան է, որ պետք է լինում, ինքը նորից առանձնանում է եւ իր ճիշտ տեղը տեղադրվում է։ Երևի թե վերջին հարցը մի փոքր պրովոկացիոն, եթե դեմ չես իհարկե։ Եղել է որ մարդը քեզ մոտից հեռանա կատարյալ դժգոհ, որ իր պատկերացումներին չհամապատասխանի իր հագուստը։ Ազնիվ չի եղել։ Մի անգամ տենց դեպք ես մեղավոր չէի, զույգերը իրար հետ կռվեցին, որովհետև կին ուզում էր ուրիշ ձև, տղամարդը չէր ուզում, տենց իրար հետ կռվեցին ու գնացին իմ մոտից, բայց շատ սիրուն sense տեսարանով, որտեղ sense փողերը sense շախտվեցին, sense հավեսով, դանդաղ sense թափվեց, այնքան սիրուն էր այդ տեսարանը։ Հա, այնքան սիրուն էր, ես մի քիչ նեղված վիրավորված էի, բայց անցավ գնաց։ Այդ մի անգամն ա եղել։ Այտենց բայց էլ եմ ասում, իմ պատճառով չեղի, իրանք իրար չհասկացան։ Հետո չգիտեմ ամուսնացան թե չէ, բայց ամեն դեպքում թող երջանիկ լինեն։ Լավ։ Շնորհակալություն Շերոյան, հետաքրքիր բացահայտումների համար, անկեղծ ասած ես կարոտել էի մեր շփումները։ Այսինքն շատ լավ առիթ էր միասին զրուցելու ու նորից իրար հետ ինչ որ ժամանակ անցկացնելու։ Կհանդիպենք արդեն դրան մոտ։ Դրան մոտ։ Դրան մոտ։ Շերոյան, դրան։ Շերոյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի բացահայտումների համար։ Ես քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ամենակարևորը, ուզում եմ մշտապես անունդ լսել ամենահեղինակավոր մրցույթների ժամանակ եւ բեր բոլոր մրցանակները Հայաստան։ Մեզ էլ հպարտացրու, որ քեզ ճանաչում ենք։ Ես եմ շնորհակալ, որ ձեզ հյուրընկալեցի իմ օջախ եւ իմ երկրորդ օջախս հայլա օջախ ինձ համար եւ կսպասեմ ձեզ նորից գաք ինձ հյուր առանց կամերայի։ Ահա, շատ կարևոր է դա։ Այո, ընտիր խմենք, ընտիր ուտենք, բարենք, քեֆանենք։ Քո ներկայությամբ բարել իհարկե մի փոքր կկաշկանդվենք ես ու Դավիթը։ Շնորհակալություն։ Դու լավ բարում ես։ Դե, լավ մնա Գեղամ, քեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, հաջողություն։ Ձեզ էլ։
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Շնորհակալություն հայտնենք Գեղամին Շնորհակալություն, պարոն Շերոյան։ եւ շատ ուրախ եմ նրա ձեռքբերումների համար, հաջողությունների համար։ Մեգա դեմքերի հետ է սկսել աշխատել։ Տեսնում ես, Վան, փաստորեն Հայաստանում այնուամենայնիվ կարելի է կայանալ։ Փորձը դա է ցույց տալիս, եթե Ի հեճուկս բազմազան խոսույթների, Այո։ այնուամենայնիվ, եթե մարդ ունի նպատակ, կարող է կայանալ։ Եվ մի կարևոր հանգամանք էլ, որը ինձ բավականին շատ ուրախացրեց, որ Շերոյանը պատրաստում է վերադառնալ նաև պարարվեստ։ Այո, նա լավ էր պարում եւ լավ էր բեմադրում։ Իսկ ձեզ հետ Վան Էրմիրակյան։ Եվ Դավիթ Վարդանյան։